Հայկական հեռուստաեթերի առաջին և միակ հաղորդաշարը, որն անդրադարձավ մեր հայ շոու բիզնեսի ամենից ամենաիրադարձություններին, տալով մեզ ճշգրիտ և հավաստի պարզաբանումներ, դա իհարկե ամենից ամենան է ողջույն։ Դուք շարունակում եք դիտել ամենից ամենաժամանցային TV-ին և այս պահին ձեր էկրաններին է ամենից ամենաաստղային տասնյակը, որը վարում եմ ես Լեաննա։ Եվ համաձայն ստեղծված ավանդույթի հաղորդման այս հատվածում ես ծանոթացնում եմ ձեզ, թե որ աստղերն այս անգամ ընդգրկվեցին մեր ամենից ամենաաստղային գլուխկոտրուկներ խորագրի շրջանակներում։ Այս շաբաթ մեր ամենից ամենաաստղային գլուխկոտրուկներ խորագրի շրջանակներում հայտնվեցին երգչուհի Աննա Խաչատրյանը, դիզայներ իվենթ մենեջեր Սոֆիա Դիլանյանը և սերիալներից հայտնի դարձած Հայկ Չոմոյանը։ Ինչ հարցեր և ինչ պատասխաններ, այդ ամենը բացահայտվելու է հենց այսօր։ Հետևեք եթերին։ Ամենից ամենաաստղային գլուխկոտրուկներին մենք դեռ այսօր կանդրադառնանք։ Դե իսկ այժմ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը։ Աստղերի ամենից ամենաառաջին դասարան գնացած երեխաները։ Թերևս յուրաքանչյուր ծնողի համար մեծ իրադարձություն է, երբ նրա զավակը առաջին անգամ պատրաստվում է գնալ առաջին դասարան։ Սա այն հույզերն ու սպասումներն են, որոնք պատում են թե ծնողին և թե նրանց երեխային և ընդմիշտ մխրճվում նրանց հիշողության մեջ։ Առաջին դասարանի նախապատրաստական թոհուբոհը սկսվում է դեռ ամռան սկզբից, երբ ծնողները ընտրում են երեխայի դպրոցը, հավաքում համապատասխան փաստաթղթերը և այդ ամենը ավարտվում է գրենական պիտույքների ձեռքբերումով, ինչպես նաև դպրոցական համազգեստի ընտրությամբ։ Աստղային ծնողներն էլ այդ իմաստով բացառություն չեն և նրանք էլ սրտի տրոփյունով սպասում են իրենց զավակների առաջին զանգին։ Եվ այսօր մեր ուշադրության կիզակետում հայտնվեցին այն աստղերը, որոնց երեխաները այս տարի առաջին անգամ գնացին առաջին դասարան։ Նրանց անկեղծ խոստովանությունները սպասում են մեզ այսօր մոտակա 1 ժամվա ընթացքում։ Մեր այսօրվա շքերթում իր ուրույն տեղը գտավ երգչուհի Արմինկայի որդին Ալեքսը, ով այս տարի դարձավ Նիկոլ Աղբալյանի անվան հանրակրթական դպրոցի առաջին դասարանի աշակերտ։ Շատերը կհիշեն, որ 3 տարի առաջ Ալեքսը դարձել է մեր հաղորդման հերոսը և կիսվել մեզ հետ, որ չի սիրում, երբ մաման գնում է աշխատանքի։ Չի ներում երկար բացակայությունները իմ նախատինքի ձևով, ինձ ասում է դու ինձ էլի թողել գնացել, ինչու ինձ թողել գնացել, ասում եմ գիտես որ մաման գնացել էր երգելու, չեմ ուզում որ դու երգես, չեմ ուզում որ քեզ հեռուստացույցի մեջ տեսնեմ։ Նիկոլ Աղբալյանի անվան դպրոցը ընտրեցինք երկար այսպես մտորումներից հետո։ Շատ ուրախ ենք մեր ընտրության համար, նամանավանդ, որ ստացվեց այնպես, որ մեր դասարանում բոլոր ընկերներով, բոլորս իրարից անկախ բերեցինք այդ դպրոցի մոտավորապես 6-7 հոգի, իրենք ամենակապված այսպես ընկերուհիներով հայտնվեցին մի դասարանում։ Ես ուզում էի գնալ դպրոց, որովհետև այնտեղ ես կկարողանայի խաղալ շատ ընկերներով և սովորել շատ գիտելիքներ։ Մեր դպրոցում կազմակերպել է շատ մեծ, այսպես տոնախմբություն, օգոստոսի 31-ին մենք առաջին անգամ այդ օրը, չէ, առանց պայուսակի, բայց ուղղակի գեղեցիկ հագնված, այսպես գնացինք միջոցառմանը։ Ես էլ իմ մասնակցությունն ունեցա, մաման երգեց, հետո իրենք ծանոթացան իրենց դասատուի հետ, բարձրացան դասարանը, տեսան, ծանոթացան դպրոցի հետ, դասարանի հետ։ Մենք որ բարձրացանք վերև, մենք մտանք դասարան, աթոռներին նստեցինք, տոպրակով նվերները դրած էին, միջայբենարաններ և մաթեմատիկայի գիրքը։ Հետո մենք իջանք ներքև ու փուչիկները թողում ենք վերև։ Որ տեսնում ենք նարնջագույն փուչին, ասում ենք մեր թիմը թռավ։ Իրենց դասարանը նարնջագույն փուչիկներ էր բերել։ Որտև նշաններ էին, այսինքն կախել ստեղը, նարնջագույն գույներ ծաղիկը, իսկ մեջը
բներն։ Առաջին B դասարան։ Այդ օրվանից դասերը չսկսվեցին։ Ուրիշ օրվանից սկսեցին դասերը։ Իմ ընկերը իմ կողքներ նստած, իսկ մյուս ընկերս նստած էր առաջը։ Իրենք 3 մտերիմ ընկերներ են մանկապարտեզի խմբից։ Դասամիջոցին մենք ուտում ենք և խմում ենք, իսկ ով չի ուտում, չի խմում, գնում է դուրս, որ մաքուր շնչի, թե չէ մեր դասարանում շոգ է։ Իսկ դու որ լեզվով կարող ես գրել, մի հատ ճիշտը ասա։ Ոչ մի։ Սուտ ես ասում, հիմա բացին հեռախոսս ցույց տամ քո սարքած բացիկները։ Դու ոնց ես գրում, մամա, я люблю тебя։ Հա, բայց ես կարամ գրեմ, ընդհանրապես մաման, Ալեքս։ Էլ Ոչ մի բան։ Պերֆեկցիոնիստ է իսկապես, ամեն բան պիտի անի իր ուժերի մաքսիմալ չափով, լավագույնը։ Դրա համար շատ անգամ ու շատ ինքնակրնադատաբար է մոտենում։ Արդեն իրենք դպրոցի այդ եւ ժամերին են հարմարվել, այդ շատ շուտ արթնանալուն եւ այդ պատասխանատվությանը, մի խոսքով ամեն ինչ կամած ընկնում է իր հունի մեջ։ Իհարկե Ալեքսին երբ ինչ-որ հարցեր ես տալիս, չի սիրում պատասխանել, չի սիրում դրսի կյանքը, այսպես ասած, բերել տուն, այնպես որ քիչ բան ենք իմանում առայժմ։ Ինչ հարցրես դասատուն, ձեռք բարձրացրեցիր ամենապրիմիտիվ բաները, հա, որ հարցնում եմ, չի պատասխանում։ Շատ ժամանակ, հուսանք դա էլ ժամանակի հետ կլուծվի։ Եթե անդրադառնանք ռուսական աստղերին, որոնք այս տարի ուղեկցեցին իրենց երեխաներին առաջին դասարան, անպայման ուզում եմ հիշատակել հայտնի հեռուստահաղորդավար, շոումեն եւ դերասան Իվան Ուրգնդի անունը։ Այս տարի նրա կրտսեր դուստրը Նինան առաջին անգամ գնաց դպրոց։ Սեպտեմբերի 1-ին դպրոց երեխային բերեց ողջ ընտանիքը՝ աստղային հայրիկը, հղի մայրիկը եւ ավագ քույրիկը 15-ամյա Էրիկան։ Ծնողները երեխայի համար ընտրեցին Ռուսաստանի լավագույն 200 դպրոցների կազմի մեջ մտնող դպրոցը, որը կոչվում է Ռադուգա։ Պաշտոնական մասից հետո երեխային պատեցին լրագրողները եւ սկսեցին ուղղել բազում հարցեր, որոնց Նինան պատասխանում էր հստակ ու անկաշկանդ։ Այն հարցին, թե ինչպես է պատրաստվում երեխան սովորել դպրոցում, նա կեսկատակ կեսլուրջ պատասխանեց. ինչպես կստացվի։ Համենայն դեպս արտագրել դասերին նա չի պատրաստվում, քանի որ մինչ դպրոց գնալը նա հաճախել է նախադպրոցական քոլեջ։ Դեսքույք շարունակում ենք ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Առաջին դասարան գնացած աստղային երեխաների շքերթում հայտնվեց նաև պարուհի, պարուսույց Իրենուլի Խանվայի եւ հումորիստ շոումեն Վահագն Գրիգորյանի որդին, Աշոտ Գրիգորյանը, ով կարելի ասել, որ իր ծննդյան առաջին իսկ օրվանից օրվա մեծ մասն անցկացրել է Նարդոսի անվան միջնակարգ դպրոցում։ Ինչպես հայտնի է, հենց այստեղ է գտնվում Սոֆի Դևոյանի պարային կենտրոնը, որտեղ տարիներ շարունակ աշխատում է Իրենը։ Ես մեկ հիշում եմ այդ մի հատ սեպտեմբերի 1, որ տարանք մանկապարտեզ, մեկ էլ հիշում եմ, որ ինչքան շատ արագ ամեն ինչ անցավ, որ պետք է մի հատ էլ սեպտեմբերի 1-ի համար այնց առավոտ շուտ արթնանայի ու տանեի արդեն դպրոց։ Երեխեք կմեծանա, դպրոց կգնա, կամուսնանա, ինչ կունենա, հա? Թոր կունենա։ Աշոտը շատ քաջ ծանոթ էր դպրոցին, մեր բարի դահլիճների բոլոր անկյուններին, իսկ հանրակրթական դպրոցը իր համար դեռ նա չէր պատկերացնում, թե ինչ է ներկայացնում իրենից։ Տեխնիկական բաներից տեղյակ չեմ, այդ լրիվ Իրենն արել, այդ հագուստ եւ այլն։ Պապա, չես թողում հանգիստ նկար։ Իթևէ ես դպրոց գնալը գնացել էի ամառային դպրոց, որտեղ նա մի փոքր ավելի մոտեցավ, մի քայլ առաջ արեց ավելի դպրոցին, բայց ամեն դեպքում չէր պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում դպրոցը։ Սեպտեմբերի 1-ին մաման, պապան, ջեդան, տատան, ռիպան, տատիկը բոլորը եկան ինձ տեսնելու։ Փուչիկներով, ծաղիկներով, շարքով գալիս էին։ Այդտենց առանձնահատուկ ռոմանտիկ զգացողություններ, վայ, որդիս գնում է դպրոց, վայեր, խառնվել իրար, չգիտեմ ինչ, նման բաներ չի եղել, նման զգացողություն չի եղել, այն որ ուղղակի հպարտություն ես ապրում։
Սեպտեմբերի 1-ին մենք գնացինք Գերաշակյանի մոտ եւ մեզ նա դիմավորեց։ Շատ լսել եմ Տիկին Արշակյանի մասին, ով դասվարն է Աշոտի, նույնպես լսել եմ, որ շատ հիանալի դասատու է։ Ես հարաճույքով դաս եմ անում։ Դպրոցը ունի իր բարդությունները, որոնք որ ստեղծվում են մամայի համար։ Շուտ արթնանալ, շուտ քնել, ամեն ինչը պետք է լինի ժամանակին, տեղում։ Ես որ դպրոցից գնում եմ տուն, մաման ինձ ասում է Աշոտ, բեր դասերը պատրաստենք։ Բերում ենք մամայի հետ նստած սովորում, մաման սովորացնում է ինձ դասերը։ Լավ։ Ես որ դպրոցից հետո գալիս եմ տուն, մաման ասում է մայրենի լեզուն բեր եւ դասերը տալը։ Ասենց ասեմ, եթե տոմս ունենում եմ, մտնում եմ այդ շոուն տեսնում եմ, որտեվ Աշոտի դաս սովորելը կարծում արդեն մի հատ փոքրիկ շոու է։ Աղջիկը ծաղիկ է հավաքում, իսկ մյուս աղջիկը ծաղիկ է հավաքում, իսկ մյուս տղաները ծաղիկ հավաքում, բայց մյուսը պատմում է, կեսից մաման ծիծաղում է, համ պապան, համ մաման ծիծաղում է։ Դե չեմ պատմում, կաննեք զավ։ Գովալու չլինի, բայց այդ տարի հասակակիցների մեջ մի քիչ տենց ավելի մի քայլ առաջ է հաստատ, նրա շփվելաձևից, նրա միանգամից ինտեգրումը տարբեր անծանոթ միջավայրերում, շրջապատներում։ Դպրոցում ծանոթացա Աբուլի հետ, Արեգի հետ, Հայկի հետ։ Երբեմն ինքը իմ մեջ արթնացնում է իմ մանկության սեպտեմբերի 1-երը, ոնց որ ամեն անգամ իր հետ ինչ-որ առավոտ արթնանալը, դաս անել այդ ամեն ինչ, մի տեսակ ոնց որ թարմացնի իմ հիշողությունը։ 12 տարի գալու եմ դպրոց։ Դպրոցից հետո ինչ ես անել։ Դպրոցից հետո գնալու եմ ինստիտուտ։ Հիմա ես ինստիտուտում եմ, որ ասեմ ինչ եմ անում։ Կարևորը դպրոցից եկեք ինչ ոչ թե այդպես գնահատականներով կամ փայլուն սովորելն է, կարևորը որ դպրոցում իմ երեխան սովորի ամենակարևոր գիտությունը դա պատասխանատվության գիտությունն է։ Քիչ առաջ ես նշեցի, որ հայտնի հեռուստահաղորդավար Իվան Ուրգնդի կրտսեր դուստրը այս տարի գնաց դպրոց։ Ինչպես պարզվեց, նրա հետ միևնույն դասարանում, առաջին դասարանում հայտնվեց նաև հայտնի Ռուկի Վերք խմբի մեներքիչ Սերգեյ Ժուկովի 7-ամյա աղջիկը Նիկա։ Մեր մայրիկն առավոտվանից հուզվում, արտասվում է, կիսվեց լրագրողների հետ Սերգեյ Ժուկովը եւ հավելեց, որ այդ հուզմունքի պատճառն այն է, որ նրա կարծիքով երեխան արդեն մեծացել է եւ ավարտվել է նրա մանկության որոշակի փուլը։ Եվ այնուամենայնիվ Սերգեյ Ժուկովը կիսվեց լրագրողների հետ, որ երեխան բավականին պատրաստված է եկել դպրոց, քանի որ նախքան դպրոց այցելել է, նա հաճախել էր մի քանի լեզուների քոլեջ, այնպես որ նրանք վստահ են, որ երեխան դպրոցում լավ կսովորի։ Դեսքի ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր այսօրվա շքերթում իր ուրույն տեղն է զբաղեցնում Գրիգոր Դանիելյանի եւ Հրիփսիմե Ելինյանի միակ եւ անկրկնելի որդի Ալբերտո Դանիելյանը, ով արդեն հասցրել է ցուցաբերել դպրոցում իր լավ հատկանիշները, ինչի համար եւ նշանակվել դասարանի ավագ։ Սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Հերոյ է դպրոցը, մոտ չէ մեր տանը, բայց շատ գոհ ենք։ Տեղ ունենք շատ լավ ընկերներ, ովքեր որ հետևում են Ալբերտոյից, վստահ ենք, որ ամեն ինչ լավ է լինելու։ Ինքը շատ սիրել է այդ դպրոցը, գնացել ենք, եւ ամենակարևորը բանը, որ դասերը արդեն սովորած գալիս է տուն, եւ շատ գոհ ենք մեր շատ սիրելի Վարդան կրթահամալիրից, եւ իր պապան ասել է ինքը հենց ինչ որ մատ լավ բան է ասնում է, ինքը ինչ ուզում է, դա ունենում է, եւ մենք գնում ենք որտեղ որն է ուզում, ինքը գիտի дրա մասին։ Мои маленькие разбойники, как же я рад вас видеть. Мы вроде в воскресенье условились. Знаю, но мы по дороге в кино проезжали мимо вашего дома, и мальчишкам захотелось вас увидеть. 7-ից արթնանում ենք մենք, շատ ակտիվ։ Երբ որ չի ուզում արթնանալ, բնականաբար ասում ենք, արի մի քիչ հեռախոսով խաղա, ինքը միանգամից հենց վարկյան չի տևում, աչքերը բացում է ու արագ գնում է լվացվելու։ Ինչ եք անում։ Դասերն եք անում, հետո Հանգստանում ենք, ես հետևում եմ, 3 անգամ հաց ու բարում ենք, ֆիզկուլտուրա ենք անում, անգլերեն ենք անում, ռուսերեն ենք անում, հետո տենց
Տարա ավակ։ Ասաց իրավակ եմ դարձել, հետո լպատմի։ Ուր գնացինք, ոնց նշեցինք։ Մենք գնացինք տենց ֆրֆրալու։ Գնացինք հաց կերանք, մի քիչ մանայկանք, գնացինք տուն, հետո առավոտը գնացի դպրոց։ Դաս հանգստանալ, երեխեքին հետևում էի։ Տենց ժամը 5 եղավ, մենք գնացինք դավա ավտոբուսով։ Ամենատպավորիչ բանը, ամենայն որ հավեսով ես անում դպրոցում, որ դրա համար ասում ես այ առժ գնալ դպրոց։ Ի՞նչն է։ Դասավորում անեմ։ Ո՞ղ։ Ինչ։ Մաթեմատիկա, այբենարան, ու տենց։ Մաման ինչ է խոստացել։ Որ պիտի գերազանցի կլինի, ամենալավ։ Դա մեզ համար չես ես։ Ման հիշում տենց։ Ինչի՞։ Չեմ կարող։ Տենց ջերսկայա մեջ եկա։ Ձերսկայան ինչ կա, ինչ ա Ты решила идти по краю, непослушная ты совсем. И как будто со мной играя, улыбаешься на глазе. Слышь, ты что такая дерзкая, а? Слышь, ты что такая дерзкая, а? 16 сантиметров, каблуки маршрутует, готовность имеется, то как танцует, ее фасад парни интересует, селфи в Инстаграм, дует, убила я из клуба, тебе пора спешить, бокальчики прохладно, меня прости, тикет украл тебя, это причина веская, слышь, ты что такая дерзкая, Շաբաթօրերն էլ իրան չենք թողում հանգիստ, որովհետև գալիս է իր պապայի դասերին, մեր ստուդիայում դերասանական շատ ակտիվ է, բավականին մեծ էտյուդներ է տալիս իր պապան ու ինքը պատկերացրեք հենց թազիբով դուրս է գալիս։ Ուրբանը դերնի, մշոջուր։ Հավայյան, շիրվիշև, վասի։ Շիմ, ուրբանը դերնի։ Օգնած բզեզին պատկերացրեի պիտի ելնի։ Ինչ պիտի անեմ։ Հոգնած բզերի դեմք ընդունում։ Բայց մի բան կա, որ դեռ չենք հասցնում, ժամանակի հետ կապված, ինքը պետք է դաշնամուր նվագի, դա իր պապա երազանքն է։ Բայց ոնց է իր երազանքը, չէ՞։ Չէ, ինքը սիրում է։ Ես չեմ ուզում տենց։ Նվագեմ։ Ох, шатигама. Ух ты. Այս տարի առաջին դասարան գնաց նաև հայտնի ռուսական դերասան Միխայել Բայարսկու թոռնուհին Սաշա Բայարսկային։ Սեպտեմբերի 1-ին երեխային դպրոց ուղեկցեց ոչ թե նրա աստղային պապիկը, այլ հայրիկը, ռուսական հայտնի հեռուստաալիքներից մեկի տնօրեն Սերգեյ Բայարսկին։ Ինչպես հայտնի է, այս ընտանիքը միշտ գտնվում է բոլորի ուշադրության կիզակետում եւ այդ օրն էլ բացառություն չեն։ Այդ պաշտոնական արարողության ժամանակ շատերը մոտենում էին, որպեսզի լուսանկարվեն թե Սերգեյ Բայարսկու եւ թե նրա աղջկա հետ։ Ինչպես պարզվեց, Սերգեյ Բայարսկին արդեն հայտնվել է այս կարգավիճակում տարիներ առաջ, երբ դպրոց ուղեկցեց իր ավագ աղջկան։ Նրա կարծիքով յուրաքանչյուր աղջիկ ունեցող հայր կյանքում ապրում է երկու հուզումնալից պահ։ Առաջինը դա առաջին դասարան ուղեկցելն է եւ երկրորդը ամուսնությունը։ Դպրոցից բացի Սաշա Բայարսկան հաճախում է նաև պարի եւ երգի դասընթացներին։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր այսօրվա շքերթում հայտնվեց հումորիստ, շոումեն Արման Գևորգյանի ավագ դուստրը Լիկա Գևորգյանը, ով այս տարվա սեպտեմբերի 1-ից սպասում էր սրտի թրթիռով, քանի որ պետք է ձեռք բերեր իր համար նոր աշակերտուհու կարգավիճակը։ Երեխան իրականում շատ մեծ ողջավորությամբ էր սպասում այդ օրվան, սեպտեմբերի 1-ին։ Впервые переступит школьный порог, кто впервые сядет за парту, делает очередной шаг по длинной, хочу учиться.
Ես միջև դպրոց գնալը օրերը հաշվում էի, մնաց 4 օր, մնաց 5 օր, բայց այդ ամենը ես Facebook-ում չէի գրում։ Եկավ այդ օրը, դե բնականաբար բոլորս ուղեկցեցինք, ես, կինս, հայրս, մայրս, փոքրիկ քույրիկը բացակայում էր, ճիշտն ասած, որովհետև նրանց մոտ մանկապարտեզում նույնպես միջոցառում էր սեպտեմբերի 1-ի օրվան նվիրված, այդ իսկ պատճառով նա գնաց իր, այսպես ասած, գործերով, իսկ մենք մեր գործերով։ Դպրոցում կազմապարկել են, պատկել են մեծ միջոցառում, շատ գեղեցիկ էր այդ օրը, բոլորը երգում էին, պարում էին ու ուրախանում էին։ Նույնիսկ յուր եկավ մեզ վարչապետը և քաղաքապետը։ Այդտեղ էր նաև Գագիկ Շամշամ։ Մենք ընտրեցինք Լևոն Միրիջանյանի անվան համար 155 դպրոցը Աչափնյակ համայնքի, քանի որ հենց այդ համայնքում ենք բնակվում, նախ մոտ էր, հետո ես տարբեր աղբյուրներից իմացա, որ ինքը շատ բարձր մակարդակով դպրոց է, այդ իսկ պատճառով ընտրեցինք հենց այդ դպրոցը, որպեսզի երեխան հաճախի։ Մենք մտանք դասարան և տեսանք, որ ընկեր Միրզոյանը շատ գեղեցիկ ձևավորել էր դասարանը։ Մեզ շատ հետաքրքիր անակնկալներ մատուցեց ընկեր Միրզոյանը։ Ինձի բլոկնոտ էին տվել, այդ բաներն էին տվել, գրքերը, ու մատիտներ էին տվել, որ նկարեմ, ու հետո իմ պահուսակը աղջիկներով է։ Նակապարտեզում են տվել հանդեսին, վերջի։ Ես շնորհակալ եմ ուսուցչուհուց, առաջին ուսուցչուհուց, ընկեր Միրզոյանից, Լիկայի, իրոք շատ բարձր մակարդակով, շատ ճիշտ, լավ մանկավարժ է, ես կարող եմ ասել, իր գործի նվիրյալն է։ Արավոտ արթնանում եմ, հաց եմ ուտում, դպրոցի շորերն եմ հագնում և պատրաստվում եմ, որպեսզի գնամ դպրոց։ Գալիս եմ տուն 4 ժամից և բայց դասերս չեմ անում։ Որ գալիս է տուն, առանց որևիցե բան ասելու մեր կողմից, որ նստիր դասերը տարա, ինքը ինքնուրույն գալիս է իր մի կտոր հացիկը ուտում է և անմիջապես անցնում է արդեն իր պրոցեսին։ Որ տնային աշխատանք է տալիս, անում եմ տունը։ Մեկի վայ ցավը տանը, մեռնեմ ջանին։ Ելը տես ինչ երեխա է, ելը տես։ Եկել է առանց ասելու դաս անում։ Ինչպես պարզվեց, այս տարի առաջին դասարան գնաց նաև ռուսական հայտնի երգիչ Ստաս Միխայլովի 6-ամյա աղջիկը Իվաննա Միխայլովան։ Իվաննայի դպրոցում բոլորը հագնում են սովորական դպրոցական համազգեստ, այնպես որ ինչ-որ յուրահատուկ հագուստ մենք երեխայի համար չընտրեցինք, անկեղծանում է Ստաս Միխայլովի կինը Իննա Միխայլովան։ Իր ամուսնու հետ Իննա Միխայլովան ընտրեց երեխայի համար սովորական դպրոց, որը գտնվում է Մերձ Մոսկովյան տարածաշրջանում անմիջապես իրենց տան հարևանությամբ։ Երգչի աղջիկը շատ տաղանդավոր է և 4 տարեկանում արդեն կարող էր կարդալ և գրել։ Միևնույն ժամանակ, ինչպես իր տարեկիցներից շատ-շատերը, նա հաճախել է նախադպրոցական քոլեջ, որտեղ յուրացրել է մի քանի լեզու։ Այնպես որ ծնողները հույս ունեն, որ երեխան դպրոցում լավ կսովորի։ Դες ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։
Առաջին դասարանցի ամենից ամենաաստղային երեխաների շքերթում հայտնվեց նաև հայտնի պրոդյուսեր Գրիգոր Նազարյանի և տաղանդավոր դիզայներ նկարիչ Լիլիթ Մարգարյանի կրտսեր դուստրը Աննա Նազարյանը, ով փորձելով նմանվել ավագ եղբորը Դավիթին, բավականին երկար ժամանակ է երազում է դպրոց գնալու մասին։ Եվ ահա այս տարի սեպտեմբերի 1-ին Աննան դարձավ աշակերտուհի և հենց նրան վստահեցին հրավիրել դպրոց բոլոր աշակերտներին, սակայն ամենին անդրադառնանք հերթով։ Երկար չեմ մտածել դպրոցի ընտրության հարցի շուրջ, քանի որ իմ տղան Դավիթը սովորում է Չեխովի անվան թիվ 55 դպրոցում արդեն այս տարի, նա 8-րդ դասարանում է եւ միանշանակ քույրիկը պետք է սովորեր նույն դպրոցում, քանի որ մենք շատ ենք սիրում այդ դպրոցը, համարում ենք իրոք հրաշալի կրթօջախ երեխաների համար, որը տալիս է լավ գիտելիքներ։ Սեպտեմբերի 1-ին ես շատ ուրախ զարթնեցի։ Եվ ինքը ասեց, վերջապես կատարվեց իմ երազանքը, ես այսօր գնում եմ դպրոց։ Հագնվեցի, նացի և տեսա, որ ինձ ասում են իմ նկարները, ընկերները և ուսուցիչները։ Ապրիլի 7-ին կայացավ իմ ցուցադրությունը Գալերեա 100, որի ժամանակ Աննայի նկարների ցուցահանդեսը եղավ, կայացավ եւ կարծում եմ շատ մարդիկ իմացան, որ իմ աղջիկը գեղեցիկ նկարում է, այդ թվում իմացավ Չեխովի դպրոցի տնօրեն Հարգարժան Գայանե Գյորգիևնան եւ եղավ այդպիսի առաջարկ, որպեսզի մենք սեպտեմբերի 1-ը փոքրինչ այլ ձևով դիմավորենք, նա իրոք այդ օրը պատկերացրեց, որ նկարները ցուցադրվեն հենց դպրոցի բակում, որտեղ կհավաքվեն հազարավոր մարդիկ եւ այդ վառ գույների ներքո առաջի դասարանցին իր ընկերներին այդ տրամադրությամբ ներս հրավիրի դպրոց, Աննային տրամադրվեց խոսք այդ օրը եւ հրավիրեց իր ընկերներին իր գույների աշխարհը։ Այսօր ես առաջին անգամ ներկայացնում եմ իմ անհատական ցուցահանդեսը։ Սրանք աշխարհի իմ գույներն են եւ այսօր այն ձեզ եմ նվիրում։ Կարող ես ասել ամբողջ դպրոցի Արչև ինչ ասեցիր։ Սաղետ բարերս։ Ես իմ գույներով միանում եմ այդ ժպիտին։ Այսօր ես առաջին անգամ ներկայացնում եմ իմ անհատական ցուցահանդեսը։ Սրանք աշխարհի իմ գույներն են եւ այսօր այն ձեզ եմ նվիրում։ Վստահ եմ, որ իմ աղջիկը շատ լավ է սովորելու, քանի որ մինչև դպրոց գնալը մենք արդեն հոյակապ կարդում ենք, ռուսերեն լեզվով գրում ենք։ Дело было в январе, стояла елка на горе, а возле этой елки бродили злые волки։ Հաշվում ենք, ինչպես նաև տիրապետում ենք փոքր ինչ, հա, այսպես ասեմ, անգլերեն լեզվին։ A B C D E F G H I J K L M N P Q R S T U P W X Y and Z։ Մի քիչ այդ սկզբի բացել խառնվեցի։ Նա կարդում է հեքիաթների գրքեր, նկարում է։ Նրա համար դպրոց գնալը մի խոսքով տոն է։ Միշա кушает кашу. Миша дружит с Машей։ Ես իմ ուսուցչուհուս շատ սիրում եմ, շատ բարի է, ոչ մեկի վրա չի ջղայնը։ Իսկ ռուսերենի ուսուցչուհին։ Ռուսերենի ուսուցչուհին էլ շատ լավ է։ Մենք սովորել ենք դասարանում մի բան արտասանել։ Եռանկյունն եմ, եռանկյուն, ես ունեմ 3 անկյուն, 3 կողմ, 3 գագաթ, թե կուզեք հաշվեք արագ։ Դպրոցը գտնում է տաղանդավոր երեխաների եւ անպայման հնարավորություն է տալիս, հարթակ է տալիս, որպեսզի ինքնարտահայտվեն, կարողանան այդ հասակից, թեկուզ իրենց հարազատ կրթօջախում, հա, ձևավորեն իրենց անհատականությունը։
Ինչպես պարզվեց, այս տարի առաջին դասարան իրենց երեխաներին ուղեկցեցին նաև հայտնի ֆուտբոլիստ Անդրեյ Արշավինի նախկին կինը, հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովան, դերասանուհի Ալիսա Գրիբինշիկովան, բալետի պարող Սերգեյ Ֆիլինը եւ Իվանուշկի International խմբի մեներքիչներից մեկը Անդրեյ Ապոլոնով-Գրիգորովը։ Ինչպես պարզվեց, նրանց երեխաները հայտնվեցին միևնույն դպրոցի, միևնույն դասարանում։ Խոսքը Մոսկվայի անգլիական թեկումով թիվ 1239 դպրոցի մասին է։ Ալիսա Գրիբինշիկովան անկեղծ խոստովանում է, որ իր որդին եւ Սերգեյ Ֆիլինի որդին մտերիմ ընկերներ են, սակայն միայն սեպտեմբերի 1-ին դպրոցում տեղեկացան, որ հայտնվել են միևնույն դպրոցի, միևնույն դասարանում եւ երեխաները որոշեցին խնդրել ուսուցչին, որպեսզի նստեն միևնույն նստարանին, խոստանալով, որ դասերին չեն խանգարի։ Իսկ ահա հեռուստահաղորդավարուհի Յուլիա Բարանովան անկեղծ խոստովանում է, որ իր աղջիկը Յանան այս տարի երկրորդ անգամ գնաց առաջին դասարան, քանի որ անցյալ տարի, երբ նրանք բնակվում էին դեռևս Անգլիայում, նա հաճախեց առաջին դասարան, սակայն այդ արարողությունը սեպտեմբերի 1-ին ոչ այդքան պաշտոնական էր։ Նա որոշեց, երբ նրանք տեղափոխվեցին Մոսկվա, որ երեխան պետք է ապրի այդ պաշտոնական պահը եւ կրկին ուղեկցեց երեխային առաջին դասարան։ Դե իսկ ես շարունակում եմ ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի մասնակիցներին։ Մեր այսօրվա շքերթում իր ուրույն տեղը զբաղեցնում է նաև երգչուհի Այդա Սարգսյանի միակ եւ անկրկնելի դուստրը Սոնա Լանա Դավթյանը, ում մենք տարիներ առաջ առիթ ունեցել ենք անդրադառնալ, երբ նա դեռ շատ փոքրիկ էր։ Ես իմ մամայի հետ գնում եմ համերգի ու պարում եմ երգում։ Այսօր Սոնա Լանան արդեն 6 տարեկան է եւ շատ լուրջ ու պատասխանատու աղջիկ։ Նա անկեղծ խոստովանում է, որ դպրոց գնալու մասին երազում էր արդեն մոտ 3 տարի։ Երբ գնում էի մանկապարտեզ, այդ առաջին օրվանից սկսել եմ երազել իմ դպրոցի մասին, թե երբ եմ ես գնալու դպրոց։ Մանկապարտեզից հենց գալիս էր, ասում եմ, արի նստենք ինչ-որ խաղան կամ ինչ-որ մի բանով զբաղվենք, չէ, մամա ջան, ասում է, ես պետք է դասերս պատրաստեմ, վաղը ես դպրոց եմ գնալու։ Երբ գալիս էի տուն, մայրիկիս ասում էի, մամ ջան, ես երբ եմ դպրոց գնալու։ Մայրիկս ասում էր, համբերիր, երբ որ մեծանաս, այն ժամանակ էլ կգնաս։ 2 տարի հաճախեց մանկապարտեզ, որից հետո իր իսկ ցանկությամբ հրաժարվեց մանկապարտեզից, ասեց մամ, արդեն ինձ հետաքրքիր, ես ավելի ուրիշ բան եմ ուզում։ Եվ գնացինք քոլեջ, 2 տարի քոլեջում սովորեց։ Եվ այդպես ես մեծացա եւ արդեն գնում եմ դպրոց։ Անհամբեր, ասեմ, սպասում էր, անհամբեր։ Պետք է մենք մեկնեինք ամռանը հանգստանալու Միացյալ Նահանգներ, եղբայրներիս արդեն ասում էր, ոսկի Համլետ քերի կամ Արմեն քերի, գիտեք, ես դպրոց եմ գնալ, իրենք էլ արդեն նախապատրաստում էին այնտեղ ինչ-որ բաներ էին ձեռք բերում։ Ամերիկայում ասում էին, մամա, երբ եմ գնալու դպրոց, երբ, ոչ եմ ուշանալու, երբ։ Այդ պատասխանատվությունը, սենց այս իր մոտ այս վիճակն էր։ Եվ վերադարձանք, ես արդեն գնացի դպրոցի հետ ծանոթանալու եւ արդեն ընդունվեցի դպրոց։ Եվ շատ ուրախ եմ, իմ դպրոցը ամենալավն է։ Ура! Завтра в школу! Բնականաբար գեղեցիկ պատրաստվեցինք ծաղիկներով, փուչիկներով եւ ուղեկցեցինք իմ դստրիկին դպրոց։ Քնել չեմ սիրում ես, բայց երբ եկավ իմ դպրոցի պահը, ես արդեն հասկացա, որ պիտի շուտ քնեմ, շուտ արթնանամ, շուտ ամեն ինչ անեմ, դասերը շուտ անեմ եւ գնամ դպրոց։ Մի այլ ձևի պարտաճանաչ է, դասից հենց գալիս է տուն, անմիջապես մամա, ես դասերս պատրաստեմ, ասում հաց կեր մի փոքր հանգստացի, հետո կպատրաստենք միասին։ Չէ, մամա ջան, ես հիմա հաց ուտեմ պատրաստեմ, որ խաղալու ժամանակ ունենամ։ Որ ուրբաթ օրը մոտենում է, ես գալիս եմ ուրբաթ օրը դպրոցից տուն, ես ուզում եմ, որ ուրբաթ օրը անել իմ դասերը, որ շաբաթ կիրակի ես հանգիստ լինեմ։ Ես ինքս էլ եմ այդպեսին եղել։ Ուսուցչուհուս անունը ընկեր Աննա է, բայց էլի ուսուցչուհիներ ունենք, որոնք մեզ սովորացնում են հայերեն, լուսերեն, ռուսերեն, ընթերցություն,
նկարչություն, տեխնոլոգիա, անգլերեն ասել եմ։ Շատ ոգևորվեցի, որ ուսուցիչները միաբերան ասեցին, որ շատ լավ բալիկ ունեք, շատ խելացի, շատ կազմակերպված, պատրաստված եւ իր մեջ կա այդ ղեկավարի ճիղ, այսինքն ինքը կարող է լիարժեք, ասենք, sense կազմակերպել անել եւ ասեցի, որ այդ ամենը ես նկատել եմ դեռ մանկապարտեզի այդ շրջանում։ Շատ եմ սիրում իմ լողը եւ պարս։ Անհամբեր սպասում եմ, թե երբ եմ ես գնալու խեցեգործության։ Շատ եմ սիրում այդպիսի բաներով ես զբաղվել, նույնիսկ եթե տունն եմ մնում եւ ոչ մի բան չունեմ անելու։ Ռեզինների տուփ ունեմ, որոնցով հանում եմ, տարբեր բաներ կարողանում եմ գործել։ Շատ հանգիստ եմ, որ արդեն ունենք հիմք լավ մարդ դառնալու։ Ամենից ամենաշարունակում է իր եթերը եւ ես սիրով ուզում եմ ողջունել բոլոր նրանց, ովքեր հենց այս պահին միացան մեզ։ Հատուկ ձեզ համար եւս մեկ անգամ հայտարարում եմ մեր այսօրվա հիմնական անվանակարգը՝ աստղերի ամենից ամենաառաջին դասարան գնացած երեխաները։ Մեր այսօրվա շքերթում հայտնվեց նաև հայտնի երաժիշտ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տնօրեն Վազգեն Ասատրյանի որդին, 6-ամյա Ժորիկը, ում մենք 3 տարի առաջ առիթ ունեցել ենք անդրադառնալ։ Մի հատ պապայական ջկեր թող դազան նկարի, որ նոր գնաս։ Папайական ջը ոնց ես ուտում։ Всё, արդեն ты уже в школу ходишь, а сейчас уже անկարգские дела пошли։ Որպես հայր անշուշտ շատ հուզվել էի այդ օրը, մի քիչ էլ զարմացած էի երեխաները եւ շատ իմ ընկերներին էլ տեսա իրանց թորնիկների երեխաների հետ։ Кондриков Левон! Кондриков! Дедушка, это же я, Кондриков. Ой, правильно! Здесь, Кондриков, иди цаватар. Փոքրիկ իմ համար տարօրինակ վիճակ էր դա, մերը, խոսում եմ։ Դպրոցը անշուշտ ընտրեցինք Պուշկինի դպրոցը, քանի որ դպրոցի կողքն է տունը եւ շատ հարմար էր այդ առումով։ Ես Չեխովի դպրոցն եմ սովորել, բայց մայրը Սիրարփին սովորել է Պուշկինի դպրոցում։ Իրոք լավ դպրոց է, լավ դասատուներ ունեն։ Что такое? Ну, пришло 1 сентября и... И что, вот он пошел с цветочками в школу, իր անգերների հետ։ Дедушка, почему все с цветами, а мы нет? Потому что мы мужчины, внук мой. У нас есть кое-что получше. Ոնց էր ընկերոջը տանունը, ում հետ որ նույն դասարանում եք։ Նորիկա։ Ով։ Նորիկա։ Դու արդեն անկարգություն ես անում, որ ես պետք է ջղայնանամ։ Ես անցել հաղորդման ժամանակ ասել էի, չէ, որ մայրը Deutschen Soldaten nicht kapitulieren Gestapoen sense վիճակա, խիստ ես էլ երես եմ տալի իրան։ Դրա համար իմ հետ sense ազատության մեջ ավելի շատ երես եմ տալի տղայիս, մայրը փորձում է ավելի խիստ լինել, անշուշտ հուզմունքը կար իմ մոտ։ Իրա հետ վեճը չէր, այլ ինձ է sense կատաղած վիճակ էր ընկերների հետ։ Моя кровь, слушай, моя кровь. Цаватар. Նորիկի հետ նույն նստարանում եք նստած։ Առանձին տեղեր եք, քո կողքով է նստած։ Անունը չգիտես, ոչ քո կողքը նստում անունը չգիտես։ Հասկացանք։ Ուրեմն առանձնացրել են, քանի որ անկարգություն է կարել երևի արդեն, այս 10 օրվա մեջ, որ ձեզ իրար կողք չեն նստացնում, առանձնացրել են ձեզ։ Հասկացանք։ Բայհա, եբադը փոցում խոչեք մնալ։ Կարծեմ իրան դպրոց շատ շուտ էր գնալը։ Он еще не наигрался։ Բայց դպրոց ճիշտ ասա, ուզում էիր գնայր, թե ոչ։ Հաչե, այո։ Ավեսով ես գնում։ Այո։ Որսեն շարնակվի քեզ դպրոցից կհեռացնեն։ Այո։ Թե ոչ։ Այո։ Ավազակ։ Սա շուտով երևի ինձ ծնողական ժողովեր կկանչեն, կասեն անկարգություն է անում։ Պետք է փորձենք տենց բան չլինի։ Առանց ծիծաղելու։ Որն ես ուզում, դպրոց գնաս, թե ամեն օր հաղանես։ Դպրոց գնամ։ Մալադես։ Այսօր դպրոցում առավոտյան ինչ դաս եք անցել։ Մայրենի լեզուն։ Հա։ Եթե դու լավ պատասխանես դասատուին,
աստղա դնում, թե սմայլիկա դնում։ Լավ պատասխանում երկու հատ դնում։ Հիմա դու ինչ ես, միջև ես 10 օրվա մեջ ինչ-որ սմայլիկ ունեցել ես աստղով։ Քանի հատ։ Մի հատ ու երկու հատ։ Որ առարկայից։ Հայերենի Եվ իսկ ռուսերենի նկարչությունից ստացել ես, իսկ ռուսերենից ոչ։ Թե ստացել ես։ Ոչ։ Տարերը չեք անցնում, հիմա անցնում եք։ Հələ չեք սկսի անցնել։ Չէ, ինքը միջև դպրոց գնալը բա անգլերենի էր գնում։ Մաման հիմա էլ եմ գնում։ Հիմա էլ է գնում անգլերեն։ Անգլերեն տառերը գիտես։ Հա։ Անգլերեն տառերը գիտես, հայերեն չգիտես։ Հայերենը գիտեմ։ Պապին տունը միջև դպրոց գնալը պարապում էր իր հետ։ Քանի որ պապան զբաղված էր ժամանակ չուներ։ Մեկ էլ շախմատ է հաղում։ Դպրոցի դասերը հավեսով անում ես։ Այս տարի առաջին դասարան գնացին նաև մի շարք հայկական հայտնի քաղաքական գործիչների երեխաները։ Այսպես օրինակ ՀՀԿ պատգամավոր Լևոն Մարտիրոսյանի երկրորդ որդին Ռուբենը առաջին անգամ սեպտեմբերի 1-ին գնաց Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը։ Բանն այն է, որ այս դպրոցում տարիներ առաջ սովորել է թե Լևոնը և թե նրա ավագ եղբայրը, հայտնի շոումեն Գարիկ Մարտիրոսյանը։ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի սանը նաև Լևոն Մարտիրոսյանի ավագ որդին, ով 4-րդ դասարան է և ահա այս տարի նաև իր կրտսեր որդին դարձավ այս դպրոցի սան։ Մի դպրոց, որը տարիներ առաջ ավարտել է նաև իմ ավագ քույրը, ռադիոհաղորդավարուհի Լարա Վեբերը և ես ձեր խոնարհ ծառան։ Դե իսկ ինձ մնում է միայն ներկայացնել ձեր ուշադրությանը մեր այսօրվա շքերթի ևս մեկ մասնակցի իր անկեղծ խոստովանություններով այս ամենի վերաբերյալ։ Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 հանրակրթական դպրոց։ Տարբեր տարիներին այս դպրոցում սովորել և ավարտել են մի շարք անվանի, սիրված և ճանաչված մարդիկ, որոնք հպարտությամբ միշտ հիշում են, որ հենց այս դպրոցի շրջանավարտներն են։ Ավելին, նրանցից շատերը իրենց զավակներին, անգամ թոռներին նույնպես բերում են այս դպրոց։ Այս տարի մեզ մոտ Գարիկ Մարտիրոսյանի եղբայրը Լևոն Մարտիրոսյանը իր երկրորդ բալիկին բերեց առաջի դասարան, տղան սովորում է առաջնեկը 4-րդ դասարանում, հիմա առաջի դասարան եկավ երկրորդ բալիկը։ Լևոն Պողոսյանի 5-րդ բալիկն է մեզ մոտ սովորում, մի բալիկ 9-րդ դասարան այս տարի կավարտի, դպրոցի հետ շատ սիրուն համագործակցություն կա։ Եվ այս ընդհանուր ֆոնի վրա, երբ կա փոխադարձ հարգանք դպրոցի և ծնողի միջև, այստեղ իհարկե շահում են երեխաները։ Եվ պիտի ասեմ, շատ աննկատ են իրենց պահում։ Շատ հաճախ տպավորություն կա, պատգամավորի երեխա է, ուրեմն ինքը ինչ-որ առավելություն կունենա, չկա այդպիսի բան։ Հակառակը շատ ավելի զուսպ են։ Могу привести 20 доказательств теоремы Пифагора. Այս տարի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցի առաջին դասարանում հայտնվեցին նաև հայկական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչների երեխաները։ Լիլիթ Կարապետյանի բալիկն էլ է սովորում մեր դպրոցում։ Երբ որ գործերը ընդունում էի, իրեն տեսա այսպես միակնթարթ, նայում եմ գործերը, նայեցի, ասից դուք մեր երգչուհին եք, մենք ձեզ սիրում ենք, ինքը շատ լավ զգացիր է։ Շարաֆյանը կոմպոզիտոր Շարաֆյանը, բալիկը առաջի դասարան է գալիս, չի հարմարվում դեռ, և մեր հարգելի Շարաֆյանը հերթապահում է դրան մոտ։ Այսօրվա շքերթում մենք անդրադարձանք պրոդյուսեր Արթուր Հովհաննիսյանի և հեռուստահաղորդավար Լիլիթ Մելքոնյանի կրտսեր աղջկան Նարեին։ Ես այս տարի տեսա Լիլիթին, ինձ շատ ուրախացրեց իր ներկայությունը, որտև այդ հաղորդումը ես նայում եմ, հետաքրքիր կանանց է հրավիրում և ընդհանուր այսպես հաղորդման ֆորմատը ինձ դուր է եկել։ Երկու տղաներս նույն դպրոցն էին գնում, որը ավագ էր դարձել, որոշեցինք, որ պիտի գնա Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցը, նոր դպրոց էր, բայց շատ արագ հարազատ դարձավ։ Ինքը շատ սիրով գնում է, ընդ որում երկու եղբայրների հետ, առավոտ էինք նրանց արթնացնում։ Մենք արտանում ենք, լվացվում ենք և շվարճանալով միշտ գնում ենք դպրոց։ Դու չես սիրում այդ դպրոցը։ Շատ եմ սիրում։ Նաև իմ ուսուցչուհուն, իմ դասարանը։
Ողջ դպրոցի հարկերը։ Միշտ բավական ակտիվ ա եղել, բայց հետաքրքիր բան փոխվեց, ինքնակազմակերպվեց, սիրում էր ուշ արթնանալ կամ երկար այդ պլանշետները եւ այլն անընդհատ պարկած նստած, հիմա մի քիչ այդ ամեն ինչը կարգավորվել է, ինքը զգում է պատասխանատվություն իր վրա։ Ուսուցչի անունը Մարի Լևոնովնա։ Ինքը բոլոր երեխեքին ամեն ինչի համար ներում։ Ես չէի պատկերացնի, որ իմ ուսուցչուհին այդպեսի լավը կլինի։ Կարևոր է, որ ամեն դեպքում դասվարը լինի համ շատ հոգատար, համ իրեն սիրեն, եթե չսիրեն, ինչքան ուզում է տանը ծնողը տրամադրի կամ ինչքան ուզում ես կարևորի, որևէ բան չի ստացվում։ Մենք դասերին միշտ սիրում ենք մեզ իրար գաղտնիքներ պատմել, դա որ մեզ չի կարելի գնալ հաց առնել, ուտելու համար մենք միշտ մեր մայրիկներին խնդրում ենք, նրանք մեր ջուր են մեր պայսակների գրպաններում դնում և նախաճաշ են դնում, որպեսզի երկրորդ դասամիջոցին կամ առաջին մենք նախաճաշենք։ Ուսուցչից մեծ բան է իսկապես կախված, որովհետև այսինքն նենց են տրամադրում և հիմնական մասը հենց դպրոցում են անում, շատ այդպես բան չկա տանը անելու, բայց փորձում է հենց գա այդ անի, այսինքն դժվար ու ծանր պրոցես չի դասապատրաստումը։ Ես մեկ հաց եմ սկսում ուտել, հետո դասերը անել, բայց ես չգիտեմ, շուտ դասերս անեմ, գամ անեմ, թե ոչ։ Մամա դե մի ծիծաղի։ Ինձ չեն ցույց տալիս, մենակ քեզ։ Ամեն օր ասում եմ, որ շատ ակտիվ է, ուզում է պատասխանի, պատրաստ է միշտ, բայց չի ուզում առանձնանա, այլ այդ ուղղակի անընդհատ նոր ինչ-որ գաղափարներ ունի ինքը, ու այդ ամենտեղ փորձում է իրականացնի, տանն էլ, հիմա երևի դպրոցում էլ։ Ну как, я потрудилась! Մեր անգլերենը մեզ տետրեր է տվել, որպեսզի մենք ներկենք գեղեցիկ մայրիկ, հայրիկ, եղբայր, քույրիկ, sister, brother, father, mother։ Երկու լեզու գիտեմ, ռուսերեն և անգլերեն, բայց ուզում եմ իմանալ ֆրանսերեն։ Ոնց էր իմ քույրիկները, իմ քույրիկը հիմա ուրիշ երկրում է և ինքը ինձ զանգում է և ես չեմ կարող նրան ասել, որպեսզի նա ինձ անընդհատ նոր բաներ սովորացնի, նա գործեր է անում, նա ուզում է հանգստանալ։ Երբ մեր մոտ գիշեր է լինում, նրանց մոտ առավոտ, մեր մոտ առավոտ, նրանց մոտ գիշեր։ Այդպես է մեր աշխարհը։ Մամա, սոս մնամ։ Ժամանակն է անդրադառնանք աստղային գլուխկոտրուկներին, որի շրջանակներում մենք փորձում ենք հասկանալ, թե որքանով է ճկուն մեր աստղերի միտքը, տրամաբանությունը, նաև դուք սիրելի հեռուստադիտողներ ունեք հնարավորություն մասնակցել մեր այս խորագրին, ուղարկելով ձեր հետաքրքիր գլուխկոտրուկները մեր Facebook-յան պաշտոնական էջին, որն է ամենից ամենաաստղային շքերթ։ Դե իսկ ամենահետաքրքիրները բնականաբար ես կընթերցեմ եթերում։ Եվ այսպես, այսօրվա մեր մասնակիցները պետք է պատասխանեն հետևյալ հարցին։ Հնարավոր է արդյոք գուշակել խաղի հաշիվը մինչ այն սկսել։ Ես խաբար չեմ ոչ ֆուտբոլից, ոչ խաղից, անիմաստ հարցեր մի տվեք ինձ։ Հայ, կարծում եմ, որ հնարավոր է։ Իհարկե։ Ոնց կարա լինի դա։ Էդ էլ պետք է ասեմ։ По-любому Ничья приветствуется։ Խաղի հաշիվը, եթե խաղը չի սկսել, 0-0 է արվելու հաշիվը։ 0-0։ Հիմա այդ ինչի համար էր այդ հարցում հասկանամ։ Ես գիտեք ոնց, ես մի քիչ բան է, գնացել էի գիտեք ուր, այն որ Կավկասից, որ մտածում եի կարող է այս թեորեմ կա։ Եվս մեկ բացահայտումներով լի ամենից ամենաաստղային տասնյակ ներկայացրեցինք այսօր ձեր ուշադրությանը եւ այդ ամենին թերևս ավել է։ Ժամանակն անցնում է շատ արագ։ Կարծես երեք խոսում էինք աստղերի հետ նրանց նորածին երեխաների մասին, իսկ այսօր նրանք արդեն հպարտ պատմում են իրենց դպրոցի առաջին քայլերի մասին։ Դե իսկ ինձ մնում է միայն ասել, որ հաջորդ շաբաթ մեզ սպասում է շատ հետաքրքիր մի անվանակարգ, այնպես որ ակտիվ հետևում ենք անոնսներին, բացահայտում անվանակարգը, տասնյակ եւ իհարկե սրտատրոփ սպասում մեր հաջորդ եթերին։
մենք կհանդիպենք արդեն հաջորդ կիրակի ամենից ամենաժամանցային ATV-ի եթերում։ Հաջողություն։ Bye.